Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 5-ի համար։ Օրը շաբաթ է, աշխատանքային օր չէ, չնայած որ տեսա գրել էին, որ աշխատում են շատերը, գիտեմ, մեր Հայաստանում այդպես է, ցավոք սրտի իհարկե այդպես է։ Մարդիկ էլ ոնց որ ավելի շատ են ուզում աշխատել, որ ավելի շատ գումար ունենան դրա համար, շաբաթ-կիրակի էլ չեն նայում, որ շաբաթ-կիրակի է, բայց ուղղակի պետք է հանգստանալ, ընդհանրապես այդպես է։ Հանգիստ մարդն է կարողանում ավելի շատ գումար վաստակել եւ ավելի լավ ապրանք տալ։ Ըստ մեր Հայաստանում դա չեն հասկանում, թե որ կիրակի էլ էին տալիս հանգիստ, հիմա ոնց որ այդ հանգիստն էլ չկա, որը որ շատ վատ է, դա։ Ահա, կնայենք խոյերին, նայեք կանխատեսումը եւ ձեր ասցենդենտի, եւ լուսնային, եւ արևային նշաններով։ Շատ կարևոր է, որ դուք մի քանի նշաններով նայեք, որովհետեւ մեկը մյուսին լրացնում է, մեկը մյուսին, ոնց որ մեկը մյուսին պատասխան է տալիս։ Կարող է այստեղ ձեր պատասխանը չլինի, այստեղ լինի կամ ինչու է դա լինում, այն մյուս տեղում լինի պատասխանը։ Եվ արդյոք այս պահերում դուք ունենաք էմոցիոնալ ինչ-որ վիճակ, թե ոչ, եւ այլն, հա, շատ հարցեր կան եւ իրենց պատասխանները։ Ահա, եւ արդեն կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 5-ին։ Այ թարսեն։ Այդ օրը փոփոխություն տեղի կունենա ձեր կյանքում, հնարավոր է հղիություն, ծննդաբերություն, հնարավոր է տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ինչ որ կարող է օֆիսն եք տեղափոխում, ամենայն դեպս փոփոխություն է մտնում ձեր կյանք այդ օրը։ Նաև ընտրության առջև այդ օրը կանգնած կլինեք, ոմանք կարող է շատ լուրջ ընտրություն պետք է կատարեն, ոմանք ուղղակի ինչ որ հագուստ եւ այլն, մանր-մունր բաներ է, որը այդքան էլ էական ինչ որ դեր չի խաղում։ Կամ այս տղայի հետ է կապված, ոմանք կարող մտածեն գնամ ժամադրության, թե ոչ, հանդիպեմ, խոսեմ հետը, թե ոչ, տեսնենք ով է։ Ինչ որ այստեղ զույգեր են, զույգերի մասին է խոսքը, կամ դուք եք ձեր ամուսինը, դուք եք ձեր եղբայրը, քույրը, այդպես, հա, ինչ որ մի բան է, ձեր հարազատներից է, կամ կարող է ձեր սիրած աղջկա, եղբայրն է, կամ հակառակը, ձեր սիրած տղայի քույրն է, ինչ որ մի ձևով այստեղ կապ ունի, նաև ձեզ հետ այդ օրը գնում եք ծանոթանալու։ Այստեղ նաև զույգեր են, ինչ որ մարդիկ կարող են միավորվել, ինչ որ մարդիկ կարող են նոր ծանոթանալ, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ամենայն դեպս հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 5-ին։ Ինչը։ Քարտերիս կեսն է թարսա, գիտեք։ Ուղղելա պետք, չէ՞ այսպես եղել։ Ահա։ Ուրեմն այդ օրը ես ուղեմ ինչով խոսեմ։ Այդ օրը ոմանք նոր որևիցե գործեր կարող են սկսել, նոր գործունեություն, նոր բիզնես, նոր աշխատանք նաև, դա կարող է լինել ոմանց համար։ Նաև հղիություն, ծննդաբերություն, երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ, կամ պետք է զբաղվեք երեխաներով, կամ ձեր թոռներն են գալիս ձեր տուն։ Եվ ինչ որ բանի ժամանակն է ինչ որ մի բան սկսելու, ժամանակն է ինչ որ մի բան անելու, դնելու, եւ ժամանակ հատկացրեք նաև ձեզ, նաև ժամանակ հատկացրեք ինչ որ մի գործ անելու համար, կամ ժամանակ կարող է քիչ է, սահմանափակ է եւ ինչ որ մի բան պետք է անեք այդ սահմանափակ ժամանակի մեջ։ Տեսնենք, այստեղ նաև կորուստ է, տեսնենք ինչի կորուստ է, ինչի հետ է դա կապված։
Ոմանք այստեղ կարող է ոգևորվածության կորուստ ունենան, ինչ-որ մի բանը ոնց որ մուսա չլինի, որ ինչ-որ մի բան մարդը անի, դնի, վերցնի արագ այդպես։ Նաև դա կարող է լինել որ չէ վատ լուր, դա կարող է լինել նաև սիրելի կողմից խաբեություն եւս։ Նաև սա կարող է ինչ-որ մի բան է, որը ստանում եք, չնայած շաբաթ է, բայց կարող է նաև ստանաք, որ այդքան էլ լավ որակի կարող է չլինել, լավը կարող է չլինել։ Նա կարող ոնց որ գցեք։ Եվ այստեղ աշխուժությունն է, նայեք ժամանակի ուղակի կորուստ չունենաք, անիմաստ գնաք այստեղ այնտեղ, բայց ոչինչ չանեք ի վերջո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 5-ին։ Այդտեղ երկերեսանի մարդիկ կան ձեզ շրջապատում։ Ինչ-որ բաներ կարող են ձեզ առաջարկել, դուք ամենայն դեպս 3 անկյունից մի լավ մտածեք, նոր հետո որոշեք, որոշում կայացրեք, նոր հետո պատասխանեք տվյալ մարդկանց։ Ինչ-որ մի ձև կարող փորձում են ձեզ խաբել։ Ինչ-որ խաբեության օրը այդ օրը չեմ հասկանում։ Նաև ոմանք ոգևորված կլինեն, ոմանք ինչ-որ գործեր կարող են ցանկանալ մղել առաջ։ Նաև որ թե նորություն կարող եք ստանալ, հյուրեր գան, նաև դուք գնաք հյուր, նաև ինչ-որ մեկ հետ կարող եք փորձել հանդիպել կամ ծանոթանալ, կամ ինքը կփորձի ձեզ հետ ծանոթանալ, ինչ-որ մեկն է, որ ոնց որ մեկ օրվա ծանոթություն է, այդպես։ Եվ փոփոխություն ձեր կյանքում կմտնի, ինչ-որ գլոբալ փոփոխություն, կարող է հղիությունը, ծննդաբերությունը, նաև դա կարող է լինել տեղափոխություն մեկ այլ վայր, եւ աշխատանքը կարող է լինել, եւ բնակարանը, եւ օֆիսը, եւ այլն, ամեն ինչ կարող է այստեղ լինել։ Այդ փոփոխությունը փոխելու է ձեր ամբողջ կյանքը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 5-ին։ Փոքր անհանգիստ եք, լարվածություն կա։ Տեսնենք ինչից է դա։ Ինչ-որ մարդկանց խաբեությունից, ինչ-որ մարդկանց խորամանկությունից, կարող մտածում եք կարող է ինչ-որ մի բան ինձ խաբեց, կարող է սա անեմ դուրս գա խաբեություն, ինչ-որ մի բան է այստեղ, կասկածներ կան նաև։ Կարող այդ մարդը ազնիվ չի եւ այլն։ Գուցե իրոք պետք է այդ կասկածները լինեին։ Լավ մտածեք, հատկապես եթե ինչ-որ մի գործ եք որոշում անել այդ մարդու հետ։ Նաև այդ օրը ոգևորված կլինեք, շատ տարբեր տեղեր կարող եք գնալ, ճանապարհներ կարող եք գնալ, նաև հյուրեր ընդունել, դուք գնաք, նորություն, փաթեթ կարող եք ստանալ։ Նաև ինչ-որ մեկի հետ կարող եք այդպես թեթև ծանոթություն ունենալ։ Դա այդ օրը կարծես թե գնում եք հարսանիքի եւ այնտեղ կարող եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, բայց դա այդ օրն է, եթե դուք չուզենաք շարունակություն, ոնց որ կանգ կառնի այդ օրը։ Նաև դա ոմանք հարսանիքի են, ոմանք նշանադրության, ոմանք ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն կանեն, նաև ընտանիքը կարող է վերամիավորվել կամ ընտանիքում է շատ կարևոր օր ձեզ համար։ Մոմս էս ինչ ձևա վառվում, չեմ հասկանում իրոք։ Բոցավառ ողջ։ Նաև սա ինչ-որ մեկ հետ կարող եք գործնականորեն միավորվել եւ իրար հետ ինչ-որ գործեր անել, գործեր սկսել անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։
Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 5-ին։ Ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք, հրավիրատոմս եք ստացել, գնում եք հարսանիք, նաև ինչ-որ բաներ կարող եք գրել, ջնջել, ինչ-որ ծրագրեր կազմել, կարող այստեղ ինչ-որ մեկ այդ գործնական հարաբերություններ է և գրում եք, ցուցակ եք կազմում իրար հետ, թե ինչ անել, ինչպես լուծել այդ հարցը և այլն, կարող սկսում եք և դեռ հաշվարկ եք անում։ Ոմանք կարող է այստեղ ինչ-որ փաստաթուղթ ստանան, փաթեթ ստանան, ոմանք նաև կարող է գրանցեք և գնաք առևտուր անելու, տեղեկություն ստանաք լուր, ինչ-որ մեկի ամուսնության մասին եք լուր լսում, եթե դուք չեք գնալու այդտեղ։ Նաև ոմանք կարող են հարսանիք գնալ, ոմանք կարող են նշանադրության, ոմանց ընտանիքը կարող է միավորվել, ոմանք նաև հարսանիքի հրավեր ունենան այդ օրը, բայց մեկ այլ օրվա համար, նաև ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն և իհարկե գործնականորեն ինչ-որ մեկի հետ որոշեք իր հետ գործ սկսել։ Եվ շատ շփում կունենաք այդ օրը տարբեր մարդկանց հետ, հատկապես եթե գնալու եք հարսանիք, տարբեր մարդկանց հետ շփումներ կունենաք, նաև լեզվակռիվ չի բացառվում և նաև բամբասանք ձեր հետևից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Անհանգստություններ ունեն կույսերը։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 5-ին։ Հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, միգուցե նոր ընկեր եք ձեռք բերում, նոր ծանոթություններ, նոր հարաբերությունների սկիզբ, ընկերական իհարկե։ Ինչ-որ բաներ ձեր մոտ կյանքում կկայունանա, հնարավոր նաև ինչ-որ մարդիկ ամուսնանում են այստեղ, և ձեր կյանքն է կայունանում, այսինքն արդեն լինում է ընտանեկան կայուն կյանք։ Նաև ինչ-որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ, այստեղ առիթ ունեք, կարող եք գնում եք այնտեղ երկար եք մնում, կարող է ընկերոջ հետ գնում եք որևէ մի տեղ, որտեղ այդպես ինչ-որ զվարճանքի կենտրոն է, այնտեղ եք երկար մնում իրար հետ, անցկացնում եք օրն այնտեղ։ Նաև կարող է այստեղ կայունանում է նաև ձեր հասարակական կյանքը, կախված է թե ինչով եք դուք զբաղվում, կամ հասարակության մեջ է կայունանում ձեր անունը, նման ոչ է ինչ-որ մի բան, ոնց որ մարդը ֆիքսվում է այդ, ոնց է դերասանն է, չէ, մեկ անգամ տեսնում, սովորություն ունեն, չէ, մեր հայերը, մեկ սերիալում նկարվում են, արդեն դառնում են, չգիտես ինչի, այնքան հայտնի, որ չես այն 50 տարվա սերիալներում կամ ֆիլմերում նկարանողն այդքան հայտնի չի, ինչքան որ մեկ անգամ մարդ։ Եվ այստեղ հիմա այս ինչ-որ մի պահ է, որը մարդը ֆիքսվում է եւ իր դերն ու տեղը, հա, այսինքն հասարակության մեջ կարող է նաեւ այդպես բարձրանալ։ Եվ կախված է թե ով է նայում ինձ։ Նաեւ դե այստեղ կարող եք գնաք երկար մնաք առիթի, ինչ-որ առիթ է, գնում եք երկար մնում եք կամ գնում եք ֆիլմ նայելու երկար, այդպես ինչ-որ մի համերգ, որտեղ որ մի 3-4 ժամ կարող է տևել։ Այսքանը ձեզ համար։ Կամ չի բացառվում նաև ես նկատեցի օպերայի Բաքում ինչ-որ նման առիթ կար, այդտեղ նման տեղ կարող գնալ։ Նաև սա մտքիցս թռավ ինչն է, հա, հավաքները, դա էլ է այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշերկներին։ Ինչ է սպասվում կշերկներին ապրիլի 5-ին։ Որից է նորություն կլսեք այդ օրը, նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մարդկանց հետ, մեկ րոպե։ Ուրեմն այդ օրը նամակագրական կապ կամ ինչ-որ բաներ կարող գրանցել, ջնջել, գրել, սովորել, ինչ-որ բաներ, որ գրանցում եք թղթերի վրա։ Հանդիպում, շփում որևիցե տղայի հետ, տեսնենք ով է։
Այդ տղայդ ուղղակի շատ կշփվեք, չի ասում ով է։ Ուղղակի շատ կշփվեք, նա որ նաև լեզվա կռիվ է։ Կամ այս տղայի հետ խոսելուց հետո կան բամբասանքներ հնչել, ինչ որ կողը կասկածներ մտնի մարդկանց մեջ, սկսեն բամբասել, օրինակ ձեր հետևից եւ այլն, նման ինչ որ պահեր կարող լինել։ Դե ուղղակի ինչ որ մեկն է կարող ուղղակի երկար շփվեք։ Միայն ուշադիր եղեք, որ վերջում լեզվա կռիվ չլինի։ Եվ այդ օրը խաբեություն կա նաև, խաբեբա, խորամանկ անձնավորություն ձեր շրջապատում, տեսնենք ինչ է ուզում ձեզանից, այստեղ կողոք վիճել, հնարավոր կողոք այդ տղան է, կողոք խոսել, զգալ, որ խորամանկորեն ինչ-որ բաներ է ուզում անել և վիճեք հետը, վիճեք և ձեր կյանքից կհանեք այս խորամանկ անձնավորությանը, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 5-ին։ Օձեր, հնարավոր է այդպես օծություններ նկատեք ձեր հանդեպ, եմ ուզում եմ երրորդ քարտը հանեի, նոր հասկանայի, այստեղ կամ ձեր ընկերն է ձեր հանդեպ օծություն անում ձևացնելով, որ ընկեր է, կամ ինչ-որ մարդիկ են, ովքեր որ երկերեսանի են և ամենայն դեպս ձեր հանդեպ էլի օծություններ են անում, կոտակից են անում այդ օծությունը, ձեզանից լսում են, տանում են ուրիշին են ասում և այդպիսով խառնում են բոլորին իրար, որտև երկերեսանի են, նաև սա իմաստուն գտնվեք, որպեսզի կամ շփվեք իրենց հետ, կամ ձեր հարցերը կարողանաք լուծել, կամ թույլ չտալ, որ ինչ ոչ մի բանով մի կիսվեք, որ մի հատ էլ դա չբարձրաձայնվի հետո տարբեր մարդկանց կողմից։ Այդ օրը կարող հանդիպել ձեր ընկերոջը, ընկերուհուն, կամ նոր մարդու հետ ծանոթանալ։ Նաև դա երկերեսանի մարդիկ։ Եթե ինչ-որ մի բան ձեզ կառաջարկեն եւ ասա ասում է իմաստուն գտնվեք, առաջարկը ընդունելու կամ չընդունելու միջև։ Նաև իր ասածը ոչ միանգամից ընդունեք, ոչ միանգամից մերժեք, մի հատ լավ մտածեք տարբեր ուղղություններով, ինչու է այդպես առաջարկում ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 5-ին։ Ոմանք այդ օրը առիթի կլինեն, տանը առիթ է, դուրսն է առիթ, այստեղ, կամ ինչ-որ մեկի տուն պետք է գնաք, պարզ երևում է, որ առիթ ունեք այդ օրը։ Նաև սիրված ձեզ կզգաք, լավ կզգաք, կարող սիրահարվել նաև այդ առիթի ժամանակ, կարող է նաև ձեզ են սիրահարվում ինչ-որ մարդիկ այդ առիթի ժամանակ։ Դե առիթ է տան գործեր կամ տուն եք մաքրում, որպեսզի այդ առիթը, ձեր տանն է գան մարդիկ կամ կազմակերպում եք, ինչ որ տուն է, ինչ որ կամ ձեր տունն է կամ պետք է գնաք։ Ինչ որ կարևոր մի բան է, որը կազմակերպվում է եւ կամ ձեզ սիրված կզգաք կամ ձեր սիրելիին եք դիմավորում նաև կամ ձեր սիրելի կամ ձեր ընտանիքի անդամներից մեկն է ամուսնանում կամ ծնունդն է նշում եք ուրախ պահեր են այստեղ հիանալի է, երեքն էլ հիանալի քարտեր են այստեղ, ինչ-որ մի բան կարող նշել կամ բնակարանամուտ նշել կամ նման ոչ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 5-ին։ Հանդիպում շփում տարբեր տղամարդկանց հետ, այդ օրը կարող է լինել եւ մեծ տարիքի եւ երիտասարդ։ Տեսնենք ովքեր են երիտասարդը։ Դա կարող է աշխատանքի բերումով է։ Իր հետ կարող եք խոսել կամ իրար հետ եք աշխատում, կամ ձեր տնօրենն է, կամ ձեր դա ինչ որ կարող դուրսը տեսնեք, ձեր ում հետ որ աշխատում եք այդպես հանդիպեք։
Կամ նաև որ ձեր պետական աշխատող է, սա պետական հիմնարկություն եւ այլն։ Նաև կա ձեր տղան է եւ իր մոտ ինչ որ փոփոխություն է լինում կամ ձեր ամուսինն է, այստեղ կապ չունի, որովհետեւ կամ ձեր ամուսինը ում մոտ որ կարիերայի բարձրացում է լինում փոփոխություն, կամ բիզնեսում աճ, այդ որ կարող խոսել այդ մասին։ Եվ տեսնենք այս տղամարդը ով է։ Այս տղամարդու հետ կարող գնալ երկար մնալ կամ կարող ձեր անձնական կյանքն է, ձեր կայունանում է ձեր անձնական կյանքը։ Նաև կարող է ինքն է ինչ-որ մի ձևով կայունացնում ձեր կյանքը, ինչ-որ մի հարցում կամ ընդունում է ձեզ աշխատանքի եւ այդպիսով է կայունանում ձեր կյանքը, ֆինանսապես կայունանում եք։ Ամենայն դեպս այստեղ ավելի շատ երևի կգնաք իրար հետ երկար կմնաք ինչ-որ միտեղ կամ այս մարդը այդպես խրվում է ձեր կյանք, հա, գալիս է ձեր կյանք, մխրճվում է ձեր կյանքը։ Եվ իհարկե սա հասունացում է ավելի ձեզ կզգաք ավելի հասուն այդ օրը տարեց մի փոքր նաև կզգաք որ արդեն մեծ եք, կզգաք որ արդեն տարիքը առել եք, մտքերում էլ ամեն ինչում էլ հասուն կլինեք, նաև սա հաջողություն է ուղղակի։ Մարդուն հաջողություն է բերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 5-ին։ Առիթ ունեք, առիթի կմասնակցեք։ Ինչ որ կամ նաև հասարակական կյանք է, որտեղ որ ինչ որ խոչընդոտներ կարող են լինել, հատկապես եթե այն մարդիկ ովքեր որ մի փոքր հայտնի են, եթե իհարկե նայում են, հնարավոր է նաև այստեղ մի փոքր խոչընդոտներ լինեն երկեսանիների պատճառով, կարող ինչ որ բանում է կիսվում, ինչ որ հարցեր եւ այդ կիսվելը դուրս է գալիս ջրի երես։ Նման մի կիսվեք այդ օրը։ Եվ ոմանք կարող է առիթի են, առիթից հետո դա կարող է լինել այս խոչընդոտները, չկարողանաք դժվարություն լինի, օրինակ տուն գալը, ինչ որ մի խոչընդոտներ կարող են հետո կամ ներսում կարող են խոչընդոտներ լինել այդ առիթի հետ կապված։ Եթե ձեր առիթն է, սա կարող է խոչընդոտներ լինել, օրինակ ոնց է հացն է ավարտվում, հացն է վերջանում, ուտելիքը կամ այնտեղ օղին, նման ինչ որ պահեր կարող են լինել։ Եվ երկեսանի մարդիկ կան ամենայն դեպս ձեր շրջապատում, եթե ինչ որ մի բան առաջարկեն ձեզ, այդպես միանգամից մի ընդունեք։ Ձեզ մոտ շատ են միշտ երկեսանի մարդիկ։ Դուք եք երևի հրավիրում իրենց ձեր կողք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 5-ին։ Ժամադրություն, սիրային հարաբերություններ, անակնկալ պահեր, մոմս նենց հավառում, շողոֆորտ։ Այնքան ծուխ անում, խեղդվեցի արդեն ծուխից։ Չգիտեմ մոմից է թե թելից է։ Ուրախ պահեր կլինեն, ուրախ տրամադրությունը բարձր կլինի։ Նաև այդ օրը ոգևորված կլինեք, ինչ որ տեղեր կգնաք, հյուրեր կընդունեք, դուք գնաք հյուր, ինչ որ մեկ հետ կարող եք ծանոթանալ, ինչ որ մեկը կարող է հայտնվել ձեր կյանք կամ փորձել ծանոթանալ ձեզ հետ, ինչ որ նամակ կարող եք ստանալ, ինչ որ բան պատվիրեք բերեն տուն։ Եվ իհարկե սա իմաստություն է ասում, իմաստուն եղեք այդ օրը ինչ որ հարցին լուծում տալու համար կամ նաև ուղղակի օցեր կարող են լինել ձեր շրջապատում, որոնք որ օցավարի կվերաբերվեն այդ օրը ձեզ, կզգաք իրենց հայացքները ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։